Գիտենք որ չկար այդ կինը։ Այդ երեխուց ոչ մեկ ոչ բան չի տեսել, շատ խելոք։ Որը սենց ամբողջ օրը մենակ չեք պատկերացնի սոված դռներ ընկած։ Եպքի մասը լսեցինք ուղղակի սարսուր ապրեցին, չգիտեմ։ Արմդուր լրատվականի նկարահանող խումբը Մելիք գյուղում է։ Ահա սարսուր սպանություն է տեղի ունեցել Մելիք գյուղում։ Բնակիչները շոկի մեջ են։ Սպանությունից օրեր անց գյուղում կրքերը չեն հանդարտվում։ Բնակիչները լացում են, հիշում հարևանուհուն, փորձում գտնել իրենց հուզող հարցի պատասխանը։ Ինչու այսպես ստացվեց։ Հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել էր, որ հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել 1970 թվականին ծնված ՌՄԻ անհետ կորելու մասին։ Արագածոտնի քրեական ոստիկանները իրացնելով օպերատիվ տեղեկությունները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիք գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա եւ 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Ռուզաննային։ Հանցագործությունը քողարկելու եւ հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն եւ թաքցրել հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել էին քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել էր կատարվածը։ Վերջինս 20-ամյա Էձիկներ։ Երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին, քննչական կոմիտե։ Նախաձեռնված քրեական բարույթի շրջանակում մատնանշված վայրում հողաշերտի տակ հայտնաբերվել էր 56-ամյա Ռուզաննայի դին։ 25-ամյա եւ 20-ամյա երիտասարդները ձերբակալվել եւ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Արդյունքում իրավապահները 25-ամյա եղբորը ազատ են արձակել, քանի որ պարզել են, որ նա դեպքի հետ կապ չունի, իսկ ահա դատարանը սպանություն կատարող 20-ամյա Էձիկին ազատ էր արձակել առողջական խնդիրների պատճառով եւ որոշում կայացրել նրա բուժումը կազմակերպել բժշկական կենտրոններից մեկում։ Արմուր լրատվականի նկարանող խումբը Մելիք գյուղում էր եւ անձամբ զրուցեց 56-ամյա մորը սպանած 20-ամյա Էձիկի հետ։ Այդ պահին, երբ մենք զրուցում էինք Էձիկի հետ, քրեական ոստիկանները հսկում էին տունը եւ սպասում էին, որպեսզի համապատասխան կառույցի ներկայացուցիչները գան եւ Էձիկին տեղափոխեն բժշկական կենտրոն։ Իրենք ունեն այդտենց վիպ տեսակի ծխախոտի ծխեն, մամաս չէր ուզում որ ծխեի։ Եկատո մամաս ասեց ծխել ես, ասի չէ, չեմ ծխել։ Ասի չէ, մամա, չեմ ծխել, ասեց հո արա, հո արտաշնչից ես գազ, որ ծխել եմ ու տենց սկսվավ։ Վիճեցիք։ Դες թեթի մեջ վիճեցինք, մաման վերս բարկացավ, դες ծեծեց, փախամտով սենյակը, это վառանի շիշով եկալեց, եկավ 3 անգամ շշով, պես փախադուս։ Փախադուս, երկու րոպե հետո Միրանսկի այլի մեշոք մոտ դրտնակար։ Հայտի, եկալ եկա, միջասերը մամաս պարկած էր արդեն, որքան 5-6 անգամ խփի գլխի։ Ու մահացավ ինքը։ Մեր նկարահանման պահին քրեական ոստիկանները շտապեցին դեպքի վայր եւ տանից ձեռնաշղթաները ամրացնելուց հետո 20-ամյա տղային տեղափոխեցին բժշկական կենտրոն։ Այս բանը նկատում եք, թե ինչպես են 20-ամյա տղային առանձնատնից իրավապահ մարմինները տեղափոխում բժշկական կենտրոն, որպեսզի նա իր հետագա բուժզնումը անցնի բժշկական կենտրոնում։ Նշենք, որ դատարանը ազատ էր արձակել կապված վերջինիս առողջական խնդիրների պատճառով։ Այս բանին քրեական ոստիկանները վերջինիս տեղափոխում են բժշկական կենտրոնում 20-ամյա Էձիկը մեղադրվում է իր մորը առանձնակի դաժանությամբ գրտնակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։ Մելիք գյուղի բնակիչները կանայք տղամարդիկ կատարվածից օրեր անց դեռ սարսափի մեջ են։ 4 ամիսների ընթացքում հարցեր են տվել որդիներին, որտեղ է ձեր մայրը, ինչ տեղեկություններ ունեք, ուր ա գնացել, բայց չեն ստացել պատասխան։ Իսկ լսելով սպանության մասին շոկի են ենթարկվել։ Դուք ճանաչում եք տիկին Ռուզաննային։ Դե որպես հարևան, հա ոչ չէ։ Ինչ տիպիկին էր գալիս։ Սովորական այլ մարդ շատ համեստ ինքը ոչ մեկ իրանից վատ բան չի տեսել։ Գրախ քաշված ապրում են, տենց ընտանիք։ 4 ամիս ինքը գյուղում չի երևացել։ Ձեզ մոտ հարց չի առաջացել, ուր այս Ռուզանը չի երևացել։ Ոչ չի առաջացել, ասում են գնաց է ինչ որ կիրովական թաղումա գնաց է, թե ինչ բանովա գնաց է, մենք չգիտենք։ Գիտենք որ չկար այդ կինը։
Այդքան բան։ Իսկ տղայի հետ որ շփում չկա տղաների։ Խելոք ինքը գյուղի նախրջին եղել, խելոք երեխա ինքը։ Էդիկը, հա։ որին տարան իրավապետ։ Հա։ Մեր գյուղի այս թաղի նախրջին եղել, կով պայող էր ինքը։ Այդ երեխուց ոչ մեկ ոչ բան չի տեսել, շատ խելոք։ Բայց ասում էին առողջական խնդիրներ ունի ինքը։ Այ դե առողջական խնդիր, որ չունենար այդ քայլին կետար։ Տիկին Ռուզաննային ասում էին, որ իբր գնացել է հուղարկավորության եւ այդտեղից հետո այլ չի եկել դու։ Ոչ մի անգամ չի եկել, չի երևաց այստեղ։ Ես իրա տուրն է, որի հելներ մտներ, սաղներ կտենային, ոչ մի անգամ չի եկել այստեղ։ Իսկ դեպքից հետո որ 4 ամիս անետացրել, Էդիկը շարունակում էր հովիվություն անել բանին։ Հա։ Շարունակում էր։ Հա։ Բայց որ հարցնում եք մայրը դուրա։ Ամեն օր ինքը հերթ։ Ես չեմ հարցրել, դա չեմ կարող պատասխանել, ինքը ամեն օր այստեղ հերթ է եղել։ Նախ իր պահում։ Ցավալի դեպք է։ Ցավալի, իհարկե ցավալի։ Ոչ մեկ չէր պատկերացնում այդ խելոք երեխան կարող էր դեն սպանանել։ Ոչ մեկ։ Ամարտ այդ երեխան խելոք երեխա եղել։ Գյուղացիք ամեկ մարդու հերթ է, այդ մարդը տանում պահում էր։ Խելոք երեխով պատկերացնում։ Ահա որ վիճակը, մենակ իմ մոտ, սաղ գյուղի մոտ։ Սաղն էլ չեն սպասում այդ երեխան կարող այդ քալին նետար, այդքան բան։ Իսկ հայրիկը Հետ շնորհքով մարդ էր ինքը, ողորմ իրան, ինքը շատ խելացի մարդ էր։ մահացել։ Սաղն էլ 3 տարի առաջ, սաղն էլ այդ մարդուն հարգում էին, սաղ գյուղը։ Իսկ եղբայրը ինչով է զբաղվում։ Եղբայրն ասում են քաղաքում է ինչ որ։ Էդի չգիտեմ։ Ինչ որ գնաց իրան գործա, ճարե աշխատե, ոչ մի անգամ ըստ ինքը չի եկել։ Չէ եկել մենք չգիտենք, բայց ինքը ընդհանրապես չի եկել։ Ձեր գյուղի ինչքան ժամանակվա բնակիչներ էին իրան, երկար տարիներ է այստեղ են ապրում։ Հա։ Ծնվել են ստե են մեծացել։ Մեր հերը մեր գյուղացի է։ Իսկ բարեկամներ, հարազատներ ունեն։ Հա, ոչ չէ։ Հորողներ ունի, պաբիկ տադիկ ունի ստեղ գյուղում են։ Հորողները ստե չեն ապրում։ Համար խելացի երեխան ոչ մեկ չի պատկերացնել, որ այդ երեխան դες բան կաներ, այդքան բան։ Ոչ մեկս։ Լուպո գյուղացին հարցրեք, այդ երեխուց անսպասելի բան։ Բայց դե փաստոր այդ բանը արի ոնց մի բան կա, չէ՞ որ մարդ այդ քայլին կետա։ Ասում է ինձ առանձնակի ծեծել է, շատ ուժեղ ինձ ծեծեց, ես էլ չգիտակցեցի ու գնացի։ Դե կարող ամեն ինչ էլ ասի։ Ինքը մեկուսացված էր բոլորից։ Ոչ մեկ, այո, ոչ մեկի հետ ինքը առանցություն չուներ։ Մենակ անցնում գնում էր խանութ, հետո ուտելիք էր բերում տունը ու վերջ։ Որ 4 ամիս չէր երևում, չէի կարծում։ Հարցնում էին կետիկ մաման ուրա, գնացելա Կիրովական պապին պահելու։ Պապին մահացավ, հա, պապին մահացավ, հետո մաման չի եկել, չէ, գնացա Կիրովական ու էլ չի եկել, չգիտենք ուրա, բա ասում եմ, չես հետաքրքրվում, գոնե ռոզիսկ տվեի, գոնե հետաքրքրվեք էլի, ուրա քո մաման, դու մենակ ոնց ես մնում, գոնե քեզի ճաշ կեպեր, այ բալաջան, քեզի տեր կեղներ, սենց ոնց կեղներ, ինքը ասում էր, չգիտեմ, ոնց անեմ, Ինձնից միլիցիայությունը սենց էր պատասխանում, ինձանից հարևանս էլ էր հետս, թե 1 միլիոն փող են ուզել, որ բան անեն, շները փաս թողեն, մամային գտնեն։ Հա, այ բալաջան, էդի դու սենց ասելով հո չէ, դու որևիցե մի օր չես հետաքրքրվում, մորկուր ունես, հողրողբեր ունես, գոնե իրանք էլի կան քո մամային Գոնե գտնեն, ուղղակի ինքան ցավեր ընծի, իրոք ազնվությամբ ես այդ երեխի մասին շատ եմ մտածում, որը սենց ամբողջ օրը մենակ չեք պատկերացնի սոված դռներ են գած։ Այս 4 ամիսների ընթացքում, հա, ինչ մայրը չկար։ Չգիտեմ։ Իսկ որ դեպքի մասին լսեցիք։ Դեպքի մասին լսեցինք, ուղղակի սարսուր ապրեցինք, չգիտեմ։ Հիմա բոլոր ում հարցն է շոկի մեջ են, չգիտեմ։ Ուղղակի չգիտեմ։ Ուղղակի ես այդ երեխին ենքան եմ մեղքում, որ այդ վիճակում հայտնվա։ Ինչ կլինի նրա հետ հոգեկան առողջության կենտրոնում, բժշկական կենտրոնում, ինչ կլինի։ Չգիտեմ, եթե հետաքրքրվող չլինի, բուժման խնամք ունի այդ երեխին, չգիտեմ։ Իսկ եղբորը երբևիցե չեք տեսել։ Չէ, եղբայրս իր հոր թաղման էլ չի եկել։ Երեմ հիվանդանոցն եկել տեսել, որից հետո էլ գյուղ չի մտել։ Ես չեմ տեսել, որպես հարևան, օրերից մի օր չեմ տեսել, որ եղբայրը կա։
Մելիք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո գյուղը սարսափած է։ Բնակիչները պատմում են, իրավապահ մարմինները ապշած են կատարվածից, եղբայրներից մեկը ազատ է արձակված։ Իսկ Արմնուր լրատվականը հետևողական է լինելու, հասկանալու համար, թե կոնկրետ որ մարմինների բացթողման արդյունքում տեղի ունեցավ այս ողբերգական դեպքը։ Ինչու պետք է 20-ամյա Էդիկը չօգտագործեր իրեն համապատասխան դեղորայքը, որ այսօր տեղի չունենար այս ողբերգական դեպքը։ Արմնուր լրատվականը հետևողական է լինելու այս աղմկարույց դեպքի ողջ ընթացքին։